Արցախյան շարժում ասելով մենք պետք է լայն իմաստով հասկանանք թուրք-հայկական հակամարտությունը եւ նեղ իմաստով կոնկրետ Արցախի հայ ազգաբնակչության դիմադրությունը այդ նվաճողական քաղաքականությանը։ Կարելի է շարժման սկիզբ համարել Համենայնդեպս 20-րդ դարի սկիզբը, ես նկատի ունեմ 1917 թվականի դեպքերից էսպես սկսվեց այդ ամենը։ Արցախի նկատմամբ թուրքական զավթողականությունը դրսևորվել է վաղուց 18-րդ դարում արդեն մենք ունենք արձանագրված փաստեր այդ նվաճողական քաղաքականության դեմ Արցախի եւ Սյունիքի հայ ազգաբնակչության համար դիմադրության վերաբերյալ 1917 թվականի հոկտեմբերյան պետական հեղաշրջումից հետո ցարական այդ կայսրությունը ինչ որ միտեղ սկսեց այսպես տրոհվել։ Խոսքը նրա մասին է, որ Անդրկովկասում ձևավորվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, կառավարման մի ձև, որը չընդունեց խորհրդային իշխանությանը եւ փորձեցին այսպես, ինչպես ասում են, Անդրկովկասի ժողովուրդների կյանքը կազմակերպել այլ ձևով։ Սակայն ըստ էության դա չհաջողվեց եւ սկսվեց մի խառը ժամանակահատված։ Մենք պետք է դիտարկենք Թուրքիայի 1918 թվականի Անդրկովկասյան ինտերվենցիան եւ այդ ինտերվենցիայի հետևանքով Ադրբեջան արհեստացին պետության ստեղծումը, որը նպատակ ուներ այդ գործիքի միջոցով շարունակել Թուրքիայի նվաճողական քաղաքականությունը կոնկրետ Անդրկովկասյան տարածաշրջանում։ Եվ թե այդ նորաստեղծ ինքնահռչակ կազմավորման պահանջատիրական դրսևորումները հարևան պետությունների նկատմամբ, այդ թվում նաև հայկական նահանգների հանդեպ փաստորեն 1917 թվականի դեկտեմբերին այն ժամանակ հայ հեղափոխական դաշնակցության ապարաժի կառույցը առաջարկեց Արցախում գործող քաղաքական ուժերին, որ անհրաժեշտ է, ինչպես ասում են, նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը եւ կանխել այդ ամենը։ Որոշման մեջ այսպես էր գրված, որ պետք է ստեղծել մի իշխանություն, սա անչափ կարևոր է, որ կարողանան ժողովրդի հոգսերը հոգան, կառավարեն, կանխեն այդ անարխիան, որ ստեղծված է, ու միաժամանակ նաև հնարավորինս կարողանան պահպանել տարածաշրջանում ապրող ժողովուրդների համերաշխությունն ու խաղաղությունը։ Սա անչափ կարևոր ընդգծում է, ես ինչի եմ սա ասում, որովհետև այդ ձևավորող իշխանությունը տարբերություն չդրեց, այստեղ հայ մարդ է ապրում, թաթարներ են ապրում, ռուսներ են ապրում, այսինքն նպատակը այն է ստեղծել կայուն իշխանություն եւ իսկապես այդպես էլ կատարվեց։ 1917 թվականի դեկտեմբերի 23-ին ստեղծվեց հայ հեղափոխական կուսակցությունների կազմակերպությունների ժամանակավոր խորհուրդ, որը հետագայում ստացավ միջկուսակցական բյուրո անունով, բյուրո կառավարություն։ Ես ինչի եմ այս ամենն ասում, փաստորեն ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա, որ մինչև 1918 թվականի մայիսի վերջերին Անդրկովկասի 3 հանրապետությունների կազմավորումը նկատի ունեմ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի հանրապետությունների կազմավորումը, փաստորեն Անդրկովկասում ձևավորվել էր մեկ առանձին պետական միավոր, սա ուզում եմ նորից եմ շեշտում, պետական միավոր, որի իշխանությունը ընդունվում էր ոչ միայն հայերի կողմից, այլ միաժամանակ նաև այդ տարածաշրջանում ապրող ժողովուրդների։ Արցախի տարածքում այդ պետության ձևավորման գործընթացը փաստորեն իր ավարտին հասավ 18 թվականին, երբ Անդրկովկասում տվյալ ժամանակահատվածում գործում էին ոչ թե 3 հանրապետություններ, այլ 4 հանրապետություններ։ Ճիշտ է, այդ ընդգծումը չկա հանրապետ, բայց
իր կառուցվածքը, որտեղ ինքը այդ միջկուսակցական բյուրո հասկացողությունը ինքը ուներ եւ գործադիր եւ օրեսդիր գործառույթներ, բայց հետագայում երբ ազգային խորհուրդը ձևավորվեց, ազգային խորհուրդը արդեն ինքը ուներ օրեսդիր գործառույթներ եւ միաժամանակ նաեւ կոմիսարների խորհուրդ ձևավորվեց, այսինքն որը ուներ գործադիր իշխանություն։ Միաժամանակ նաեւ շրջանների առանձին գավառների բաժանվեց, տեղական իշխանության մարմիններ ձևավորվեցին, դատական համակարգ ձևավորվեց, Արցախում ստեղծվել է պետականություն։ Եվ այն ավանդույթները, որ մենք դարերի ընթացքում ունեցել ենք, դերևս վաղ միջնադարից սկսած, Արցախը մշտապես ապրել է պետական կյանքով, շարունակեց ապրել նաև այդ խառը ժամանակներում։ Եվ մինչև 20 թվականը, մինչև Կարմիր բանակի մուտքը Արցախ, փաստորեն պետական կյանքով էր ապրում արցախայությունը, ճիշտ այդ ժամանակ մենք, ինչպես նաև մեր այս վերջին շարժման ժամանակ մենք դիմեցինք Հայաստանի իշխանություններին, որ ներառվենք մենք միասնական հայրենիքի մեջ, այն ժամանակ էլ մենք ազգային խորհուրդը ժողովրդի անունից դիմեց Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերամիավորում կատարվի, եւ այդպիսի վերամիավորում կատարվեց 20 թվականի գարնանը արդեն։ Այդպիսի նույնիսկ արդեն մենք հայկական դրամն էինք այստեղ օգտագործում, Հայաստանի Հանրապետության դրոշը ընդունեցինք, այսինքն Հայաստանի Հանրապետության իշխանությունը ընդունվեց, այսինքն այդ միավորումը, ինչպես ասում են, կատարվեց։ Պետք է խորհրդային կարգեր հաստատվեին Անդրկովկասում, առաջինը Ադրբեջանում այդ կարգերը հաստատվեց, այնուհետև Հայաստանում, իսկ 21 թվականին արդեն Վրաստանում։ Մեր տարածաշրջանի խորհրդայնացման այդ գործընթացների շրջանակներում այնպես է ստացվել, որ խորհրդային զորքերի ազատագրած բոլոր տարածքները հռչակվել են խորհրդային Ադրբեջանի տարածքներ եւ խորհրդային Ադրբեջանը երբևէ խորհրդային ժամանակահատվածում չի դիտվել որպես զուտ ադրբեջանցիների պետական կազմավորում, այլ այն համարվել է ինտերնացիոնալ հանրապետություն, հանդիսացել է բոլշևիկյան հեղափոխությունը մահմեդական արևելքում տարածելու ծրագրի հանգրվաններից մեկը։ Որոշակի շահերից ելնելով տվյալ պարագայում տնտեսական, ես ուզում եմ շեշտել նավթի գործոնը, որ մշտապես մեզ համար կործանարար է եղել, ինչպես այն ժամանակ, այդ նույնությամբ նաև այսօր, աշխարհաքաղաքական որոշակի շահերը, նաև այստեղ ուզում եմ շեշտել Թուրքիայի գործոնը, որը մեզ համար շատ կործանարար հետևանք է ունեցել եւ այսօր էլ շարունակում է ունենալ, այնպես ստացվեց, որ նոր ձևավորվող պետության մեջ, որը հետագայում պետք է կոչվեր խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միություն, Լեռնային Ղարաբաղը, Արցախը հայտնվեց խորհրդային Ադրբեջանի կազմում։ Այսինքն փաստորեն սա ոչ այս տարածքը ոչ նվաճել են, ոչ հայ ժողովուրդը ինչ որ մեկին նվիրել է դա, այլ պարզապես աշխարհաքաղաքական մեկ էլ եմ ասում այդ զարգացումների հետևանքով հայտնվել է փաստորեն խորհրդային Ադրբեջանի կազմում։ Բայց այստեղ մի նրբություն կա։ Արցախայությունը չհաշտվեց իր ազգային պետականությունը կորցնելու հանգամանքի հետ եւ պայքարը շարունակվեց եւ պիտի ասեմ, որ այդ պայքարի արդյունքում հաջողվեց ամենայն դեպս 23 թվականին 1923 թվականի հունիսի 7-ին ձևավորել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Իդեպ ասեմ, որ Ադրբեջանի տվյալ ժամանակաշրջանի գործող իշխանությունները բոլշևիկյան ռեժիմը այն ժամանակվա ամեն մասնավորապես Նարիմանովը ճիշտ այն ժամանակ արդեն Մոսկվայում էր, բայց անդադ պայքարում էին, որ ինքնավարություն չտային Արցախին։ Բայց արցախայության այդ պայքարի արդյունքում մենք այդ ինքնավարությունը ստացանք։ Սա նույնպես կարևոր է ինչ առումով, որովհետև մենք մեր պետականության բեկորները պահպանեցինք այդ ինքնավարությամբ։ Եվ պիտի ասեմ, որ այդ ինքնավարությունը թույլ տվեց, որ 70 տարի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հայ մարդը ապրի, ստեղծագործի, ստեղծի ազգային կենսակերպ։ Խորհրդային իշխանության օրոք Արցախի նկատմամբ Ադրբեջանի բոլոր կառավարությունները իրականացրել են խտրական, գաղութային,
հակահայկական քաղաքականություն եւ բոլոր տասնամյակներում, սկսած 20-ական թվականներից Արցախի հայ ազգաբնակչությունը պայքարի ձայն է բարձրացրել եւ արտահայտել Մայր Հայաստանի հետ վերամիավորվելու գաղափար, որը կլիներ Արցախի հայ ազգաբնակչության ֆիզիկական գոյության երաշխիքը, նախապայմանը, գրավականը։ ԽՍՀՄ համարում էր միջազգային իրավունքի սուբյեկտ։ Նրա կազմի մեջ մնացած կազմավորումները միջազգային իրավունքի սուբյեկտ չեն եղել։ ԽՍՀՄ-ի կազմում եղել են ուրեմն 4, ինչպես ասում են, տիտղոսակիր միավորներ։ Միութենական հանրապետություններ, ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր եւ օկրուգներ։ Մենք ինքնավար մարզի կարգավիճակ ենք ունեցել։ Այս 4 միավորները իրարից տարբերում էին որոշակի աստիճանակարգով, այսինքն մյուսի իրավունքները մի քիչ ավելի շատ էր, մյուսինը մի քիչ ավելի պակաս էր, եւ ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը 24 թվականին ուներ սահմանադրություն, այսինքն պետությունը կարող էր ունենալ սահմանադրություն, բայց Ադրբեջանում հասկացան, որ սա հերուն կարող է տանել եւ հասան նրան, որ այդ սահմանադրությունը դարձավ կանոնադրություն, բայց այնուամենայնիվ այդ սահմանադրության եւ կանոնադրության մեջ շատ հստակ ձևակերպումներ կար։ Առաջին, այդ ազգային նույնիսկ Ադրբեջանի կենգործկոմ առանձին որոշում էլի դեպ նաեւ կայացրեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերաբերյալ, որ մարզի տարածքում պետական պաշտոնական լեզուն համարում է հայերենը։ Այսինքն եթե հայեր չեն եղել կամ այս հայերը ինչ որ լուսնից են եկել, ապա ինչ իմաստ կար այդ որոշումը կայացնելու։ Կամ ասենք այդ սահմանադրությամբ մարզի տարածքը չէր կարող փոխվել առանց մարզ խորհրդի համաձայնության, առանց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բարձրագույն իշխանության համաձայնության։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դատախազին եւ զինվորական ներկայացուցիչին այն ժամանակ կոմիսար էր կոչվում, նշանակում էր Մոսկվայի կողմից։ Այսինքն, եթե այսպես փակցերը բացենք, փաստորեն պետական միավոր էր ինքը, պարզապես Ադրբեջանի կողմից տնտեսական կառավարման էր ենթարկվում։ Այսինքն, պետպլանը ԽՍՀՄ համապատասխան այդպես հանրապետությունների մարզերի վրա որոշակի պլաններ էր դնում։ Այսքան խաղ պիտի արտադրեք, այսքան ինչ իմանամ, հաց պիտի արտադրեք եւ այլն, միս պիտի արտադրեք եւ այլն։ Այսինքն այդ ամենը կատարվում էր Բաքվի միջոցով, բայց քաղաքական ղեկավարումը մարզի կատարվում էր փաստորեն Մոսկվայի կողմից, ինչպես նաեւ մյուս միութենական հանրապետությունների միավորները։ Սա ակնհայտ փաստ է։ Երբ խոսում ենք 1988 թվականի դեպքերի մասին, մենք պետք է հստակ ձևակերպենք, որ դա եղել է Արցախյան շարժման վերազարթոնք, վերագործարկումը, ոչ թե սկսվել է շարժումը հենց այդ ժամանակահատվածում, այլ դա ընդամենը հնարավորություն է եղել հերթական անգամ բարձրացնելու Արցախահայության ֆիզիկական գոյության երաշխիքի հարցը, այսինքն Մայր Հայաստանի հետ վերամիավորման հարցը։ Խորհրդային որ ժամանակահատվածում այդ ընդվզումը եղել է, վերցնենք 20-30-ական թվականներին նույնիսկ այն ստալինյան ռեժիմի ժամանակահատվածում, Ղարաբաղը Հայաստանին կոմիտե էր այստեղ գործում։ Այստեղ ապստամբություն է եղել Խծաբերդում, ճնշվել է այդ ապստամբությունը, Շուշից մեծ քանակությամբ զենքեր են հանել տարել եւ այդ ես խոսում եմ դեռ 20-30-ական թվականներին։ Դրանից հետո էլ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 60-ական թվականներ
Ինչու հատկապես 88 թվականին այդ ակտիվությունը նկատվեց։ Հիմնական նախադրյալը այն էր, որ դեռևս 80-ականների կեսերին անցած դարի ԽՍՀՄ-ում սկիզբ էին առել վերակառուցման, հրապարակայնության, արագացման, դեմոկրատիզացիայի գործընթացներ, որոնք լայն հնարավորություններ են ընձեռել մխացող հարցերը նորից վերաարծարծելու վերաբերյալ եւ ասեմ, որ նման ակտիվություն ազգային ազատագրական շարժումների նկատելի էին ԽՍՀՄ նաեւ այլ տարածքներում։ Ինչպես ամեն մի կայսրություն ԽՍՀՄ-ն նույնպես պետք է փլուզվեր։ 70-ական թվականներից արդեն ակնհայտ էր, որ ԽՍՀՄ երկար կյանք չի կարող ունենալ։ Եվ իսկապես այդպես էլ կատարվեց։ Ցավոք թվականակով եւ տարածքով ընդհանրապես փոքր ժողովուրդների համար աշխարհաքաղաքական զարգացումները միշտ էլ այսպես բացասական ազդեցություն են ունենում։ Այդ ազդեցությունը մենք զգացինք նաեւ, ինչպես ասում են, մեզ վրա թե դարավերջին եւ թե 21-րդ դարի սկզբներին։ Արցախայությունը պետք է կողմնորոշվեր։ Եվ ինչպես ԽՍՀՄ մյուս ժողովուրդները, այսինքն իրենց ապագա ճակատագիրը ինչպես են կառուցելու։ Եվ Արցախայությունը ընտրեց այդ ճանապարհը, այսինքն միավորվել Հայաստանի, խորհրդային Հայաստանին։ Դա չէր հակասում ԽՍՀՄ սահմանադրությանը եւ օրենքներին։ Սա անչափ կարեւոր է, որ մենք այդ շեշտադրումը կատարենք։ Այսինքն անօրեն որևէ բան այս երկարամասում այդ ժամանակ չի կատարվել, ես նկատի ունեմ պետության կազմավորման սկզբնափուլում։ Եվ խորհրդային երկրի փլուզման նախաշեմին նորից այդպիսի շարժում սկսվեց։ Այսինքն ժողովուրդը, ինչպես ասում են, իր ճակատագիրը իր ձեռքը վերցրեց։ Ադրբեջանական իշխանությունները փորձեցին վարչական ռեսուրսները օգտագործելով շարժումը խեղդել հենց բնում, այսինքն դեռ չծավալված։ Ինչպես, ուրեմն նրանց էմիսարները գործուղվեցին այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, գումարվեցին կուսակցական տնտեսական ակտիվի ժողովներ, կուսակցական մարմինների ժողովներ, որոնց ուզում էին պարտադրել ընդունելու որոշում, որ սա մի խումբ ծայրահեղականների այսպես նախաձեռնություն է, անջատողական գործողություններ են, դատապարտեն այն, այսինքն ունենան լեգիտիմ հիմք շարժումը բռնի ուժով, զենքի ուժով ճնշելու համար։ Սակայն ի պատիվ մեր այն ժամանակվա նաև կուսակցական ղեկավարների, շարժման ակտիվիստների, որոնք նվիրված էին իրենց գործին եւ հասկանում էին այդ գործի կարեւորությունը, այդ փորձերը ձախողվեցին եւ որպես ժողովրդի կամքի արտահայտություն, որպես այդ կուսակցական տնտեսական ակտիվի խիզախ դիրքորոշմանը աջակցություն, ժողովուրդը ելավ հրապարակներ, ելավ հանրահավաքների եւ միահամուռ կերպով ցույց տվեց, որ սա ոչ թե մի խումբ մարդկանց, մի խումբ այսպես կոչված ծայրահեղականների անպատասխանատու գործողություններ են, այլ համաժողովրդական շարժում է, համաժողովրդական պայքար է եւ բոլորը ձգտում են, որպեսզի Մայր Հայաստանի հետ վերամիավորման գործը գլուխ գա։ Եվ 12-ին փետրվարի ցույցեր եղան համարյա բոլոր շրջենտրոններում, իսկ 13-ին հենց Ստեփանակերտի այս հրապարակում անհրաժեշտ է այդ ամենին իրավական ձևակերպումներ տալ։ Եվ հենց այդ նպատակով հրավիրվեց 1988 թվականի փետրվարի 20-ին նիստը մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերտ նստաշրջանի նիստը, փետրվարի 20-ի նիստը, որը իսկապես պատմական որոշում
կայացրեց։ Քննարկվեց այն միջնորդությունը Ադրբեջանական ԽՍՀՄ-ի կազմից անելու եւ հայկական ԽՍՀՄ կազմ մտցնելու մասին այդ հարցը 150 падգամավորներից մասնակցել են 111 հոգի եւ 45 հոգի ելույթ են ունեցել հայերեն եւ ռուսերեն լեզվով իրենց հիմնավորումները բերեն թե ինչի են ուզում միավորվել Հայաստանին։ Սահմանադրության համապատասխան հոդվածը նշում էր, որ որևէ հանրապետության տարածքային փոփոխություն հնարավոր էր, եթե երկու հանրապետությունները տալիս են իրենց համաձայնությունը։ Հենց այդ կետից էլ կարճելով Ադրբեջանի ռասիստական իշխանությունները խոչընդոտեցին այդ հարցի խաղաղ, դրական, դեմոկրատական լուծումը, այդ հնարավորությունը բացառեցին եւ բոլոր գործողություններով հասան նրան, որ այս խաղաղ ժողովրդավարական շարժումը տրանսֆորմացվեց, փոխակերպվեց զինված հակամարտության իր բոլոր հետևանքներով։ Ժողովուրդը ելել էր հաղթելու, այլընտրանք չկար։ Դա մեր ապրելու ժամանակն էր։ 1990 թիվ հունվար Բաքվում կազմակերպվում է հայերի ջարդ, խորհրդային զինվորը դիտորդի դերում է։ Հայտարարվում է արտակարգ դրություն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ նրա հարակից շրջանների Հայաստանի Գորիսի շրջանի տարածքում։ 1991-ի կեսերին խորհրդային զորքը հեռանում է Ստեփանակերտից, դեմ դիմաց կանգնում են հայն ու թուրքը։ Ադրբեջանի իշխանությունները փորձում էին պատերազմի միջոցով ուժի գործադրմամբ արյան մեջ խեղդել Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը, որի արտահայտություն եմ համարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը եւ կայացումը։ Եվ ահա թշնամու այդ ագրեսիվ գործողություններին դարձյալ հայ ժողովուրդը միահամուռ կերպով դիմագրավեց եւ ստիպեց թշնամուն ոչ միայն թողնելու զավթված բնակավայրերը, տարածքները, շրջանները, այլև դեռևս 1920-23 թվականներին Լեռնային Ղարաբաղից հանիրավի փոկված այն բոլոր տարածքները, որոնք իրականում պետք է լինեին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում, բայց Ադրբեջանի նվաճողական քաղաքականությամբ տառապող իշխանությունները դա զարթողի ճանապարհներով փոկել էին։ Մայր Հայաստան բարակապակցություն չեմ օգտագործում, չնայած մենք շատ ենք սիրում դա օգտագործել, ինչի չեմ օգտագործում, որտեղ Արցախն է Մայր Հայաստան։ Մենք այդ էթնիկ կազմավորման շրջանից հայության 5-րդ հազարամյակից սկսած Քրիստոս, մենք այստեղ ներկա ենք եղել։ Մենք պայքարում ենք մեր հայրենիքում պարզապես ազատ ապրելու համար։ Որևէ մեկի տարածքի նկատմամբ հավակնություններ մենք չունենք։ Այս ժողովուրդը ձգտում է ազատ անկախ ապրել իր հայրենիքում։ Սա է այս ժողովրդի ցանկությունը եւ այդ ամենը իրավական հիմքերով փորձել է իրողություն դարձնել։ Այդ իրավական փաստաթղթերից մեկը մեկ եմ շեշտում փետրվարի 20-ի հայտնի որոշումն է։ Այդ որոշումը ըստ էության վկայականն է մեր ազատության, մեր անկախ պետականության։ Եվ դրանից հետո ծնվեցին նաեւ այլ փաստաթղթեր, որոնք նույնպես անչափ կարևոր են։ 1991 թիվ 2 սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզխորհրդի եւ Շահումյանի շրջխորհրդի միացյալ նիստը մարզի եւ Շահումյանի շրջան ընդգրկող տարածքը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ հանրապետությունը անում է իր առաջին քայլերը նախ եւ առաջ մտածելով զենքի մասին համոզված որ դա է գոյության միակ երաշխիքը 1991 թիվ 10 դեկտեմբեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը հանրաքվեով արտահայտում է իր վերաբերմունքը
հանրաքվեին մասնակցած 108,814 մարդուց 108,805-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը ասում է այո։ 1991-ի վերջին դեկտեմբերի 28-ին չդադարող հրետակոծության տակ անցան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունները։ Արցախը միահամուռ ընտրեց իր օրենսդիր մարմինը։ Մենք ոչ միայն ԽՍՀՄ գործող օրենքների շրջանակում ենք այդ ճանապարհը անցել, այլ նաև միջազգային նորմերի շրջանակում ենք այդ ամենը արել։ Եվ մենք այսօր աշխարհից պահանջում ենք հարգանքով վերաբերվել մեր որոշմանը։ Եվ մենք պարտավոր ենք որպես պետություն հետամուտ լինելու, որպեսզի աշխարհը իսկապես ընդունի այդ ամենը։ Մենք պարզապես աշխարհից պահանջում ենք մեր ազատ ապրելու իրավունքը հարգել։ Այս է մեր պահանջը։ Անկախության ողջ ժամանակահատվածում մենք ունեցել ենք նախագահական ընտրություններ, ազգային ժողովի 7 ընտրություններ ենք ունեցել, եւ այդ ընտրությունների ժամանակ մշտապես մենք դիտորդներ ենք ունեցել տարբեր երկրներից։ Եվ այդ դիտորդ, իդեպ ասեմ նաև այն փաստաթղթերը, որոնց մասին երբեմն մեր ընդդիմախոսները ոչ միայն օտարազգի, այլ նաև հայ, երբեմն ասում են, խոսում են մադրիդյան սկզբունքներ, S1, մյուս տարբեր փաստաթղթերի մասին խոսվում է, այնտեղ ինքնորոշման իրավունքը երբեք չի անտեսվում։ Պետք է շարունակել այդ ճանապարհը անցնել, որովհետև այսօր նաև գոյաբանական պայքար է այդ ամենը իր մեջ ներառված։ Այսինքն մեր անկախության ճանաչելը հենց այնպես չի, որ այս ամեն մեկս ուզում ենք դա ունենալ, մենք պետություն կոչվենք։ Այսօր դա գոյաբանական հարց է եւ աշխարհը պետք է դա հասկանա։ Պիտի ասեմ, որ 30 տարիների ընթացքում մենք բավականին ձեռքբերումներ ենք ունեցել։ Մենք իսկապես բանակ ենք ձևավորել, մենք պետական ինստիտուտներ ենք ձևավորել, տնտեսական համակարգ ենք ձևավորել լավ թե վատ, որոշակի ժողովրդավարական ինստիտուտներ ենք ձևավորել, իշխանության բաժանման մեխանիզմներն է գործել ու գործում Արցախի հանրապետությունով, բայց դրան զուգահեռ ցավոք սրտի նաև սխալներ ենք ունեցել։ Այսինքն սխալներ ենք ունեցել, խոսքս վերաբերում է պետականաշինության մեջ։ Այդ բանը մենք այդպես էլ չկարողացանք ժողովուրդ եւ իշխանություն միասնականությունը մենք չենք կարողացել ապահովել, որովհետեւ սխալներ շատ է թույլ տրվել եւ ժողովուրդը այդ ամենը տեսել է, այսինքն տեսել են, որ այդ սխալները կան, բայց չեն կարողանում շտկել։ Մենք չենք կարողացել դարձնել մեր երկիրը որպես ամրոց։ Խոսքս չի վերաբերում մենակ Արցախի հանրապետությանը, որտեղ մենք մենակ, սա կարևոր ես ուզում եմ ընդգծել, մենք մենակ չենք կարող այդ մարտահրավերները հաղթահարել։ Անցած 30-35 տարիների ընթացքում մեր փոքր սխալների հանրագումարը ի վերջո հանգեցրել է գրեթե կատաստրոֆիկ իրավիճակի։ Մեր քաղաքական էլիտան դժբախտաբար իր անվտանգային ամբողջ համակարգը կառուցել էր մեկ դաշնակցային երկրի հավանական աջակցության հետ եւ բավական էր չեզոքացնել այդ երկրի այսպես միջամտելու հնարավորությունը եւ մենք անմիջապես կանգնեցին կոտրած դաշտակի առաջ։ Մեծ ծրագրեր իրագործելու համար այս անարդար աշխարհում մեզ օգնություն է պետք, իսկ այդ օգնությունը ռեալ կարող են առաջի հերթին ցույց տալ Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցները։ Այդ միասնական ջանքերով մենք կարող ենք մեր նպատակներին հասնել, այդ թվում գումարած նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին։ 2020 թվականի աշնանային ագրեսիվ պատերազմից հետո եւ մանավանդ ստորացուցիչ նոյեմբերի 9-ի զինադադարի մասին հայտարարությունից հետո թվում էր թե մեր ժողովրդի ոգին այն աստիճան չէ բարձր, որ կարողանա նորից համախմբվել եւ նորից իր վճռական կամքը արտահայտել, բայց վերջին երկու
մեծ հանրահավաքները մեր մայրաքաղաքում ցույց տվեցին, որ մեր ժողովրդի ոգին անկոտրում է եւ մեր ժողովուրդը ցանկության դեպքում եւ լավ կազմակերպված լինելու պարագայում կարող է նորից 88-ի հրաշքները կրկնել։ Այսօրվա հանրահավաքները գուցե թե ավելի քաղաքական խիզախություն են պահանջում, որովհետև մենք գիտենք, որ այսօր հանրահավաք անելը ամենևին էլ անվտանգ չէ մեր մայրաքաղաքում, որտեղ թշնամին մի քանի քայլի վրա է մեզնից հեռու։ Մենք սրանից ավելի վատ ժամանակներ ենք ապրել։ Աշխարհում գործում է մեկ բան, շահն է դա։ Այսինքն այդ շահը, այսինքն պետք է որոնես քո շահերը համընկնեցնես այս կամ այն պետության, այս կամ այն դաշնակցի շահերին։ Նույնիսկ ամենահզոր պետությունը առանց դաշնակցի վիճակի չի հարցեր լուծելու։ Այսինքն մենք էլ հակառակն ենք կատարում մեր դաշնակիցներին, մեզանից փորձում ենք վանել։ Չէ, անդադ խոսում ենք այսօր Ռուսաստանի մասին, ինչ իմանամ Իրանի մասին, երբեմն քարկոծում են, խոսում են, չէ, բայց վերջիվերջո մենք պետք է այդ երկրների հետ ճանապարհ անցնենք։ Որտեվ շահերի որոշակի համընկնում կա։ Չեմ ասում իրենք մեզ շատ են սիրում կամ չգիտեմ ինչ, բայց շահերի համընկնում կա եւ դրա վրա պետք է աշխատել անդադ։ Ամենօրյա աշխատանք պետք է կատարել։ Չպետք է նեղանալ, չպետք է ասել, գիտեք, այ մի պաշտոնյան այս հայտարարությունը ասեք, ուրեմն սրանք մեր թշնամիներն են։ Այն մեկը այս խոսքը պետական դումայում ասես կամ ինչ իմանամ այս падգամավոր այս խոսքը ասես, այսինքն ես ինչի եմ սա ասում, որ աշխատանք ունենք անելու, հենց պետությունը կոչված է նրա համար, որ այդ համակարգված աշխատանքը կատարի, որպեսզի կարողանանք մեր դատը մենք պաշտպանենք։ Ընդհանրապես ազատությունը եւ անկախությունը սկուտեղի վրա ոչ մեկը մյուսին չի նվիրում։ Դա ընդունված բանաձև է։ Դա այդպես չի, որ օրինակ ասենք չինացիների համար այդպես չի, կամ ասենք սլավոնական ժողովուրդների համար եւ այլն եւ մյուսների։ Դա այդպես է, այսինքն պետք է այդ ծանրությունը տանես, եթե ուզում ես այդ ազատությունը վայելես։ Իսկ ազատությունը մարդու համար դա Աստծո կողմից ստեղծած ամենաբարձր արժեքն է եւ մարդ պետք է ազատ ապրի։ Ազատ ապրելու պարագայում նա կարող է ստեղծագործի, կարող է լիարժեք այն ամենը, ինչ նա ունի, տա այս աշխարհին։ Ինչպես 88-ի այդ հանրահավաքների բովում մեր ժողովուրդը թրծվեց, հասկացավ գերնպատակի կարևորությունը եւ պատրաստակամ էր այդ գաղափարի իրականացման համար նույնիսկ ամենաթանկը կյանքը զոհաբերել։ Այսօր էլ այս շրջափակման 3-րդ ամիսն է, դժվարություններին արիաբար դիմանալը կարծում եմ հենց դրա վկայություններից մեկն է եւ ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ եւս մեր ժողովուրդը կարողանա համախմբված դիմագրավել բոլոր փորձություններին եւ հասնել իր նպատակին՝ Արցախի հանրապետության տարածքային ամբողջականության վերականգմանը եւ սուբյեկտայնության բարձրացմանը։ Պատասխանատվություն կրելը բարդ բան է, բայց պետք է անել, որովհետև մենք պատասխանատու ենք ոչ միայն ապագա սերունդների առջև, այլ նաև այն մարդկանց առաջ, որոնք ստեղծել են այդ ամենը, թողել են եւ պատասխանատվությունն է, այսինքն այդ սերունդների կապը չպետք է կտրվի, այսինքն այդ շղթան պետք է անդադ պահել։